Ցուներ ասեմ, մի հատ հետադարձ հաշվարկով գնանք, Փարաքարի հետ կապված։ Ուրեմն սպանված Վալոդիա Գրիգորյանը այս ընտրություններում 25 թվականին հաղթել է ՔՊ-ին։ Այո։ Հաղթել է միանգամից 50%-ից ավել ձայն ստանալով։ 57%։ ՔՊ-ի պատասխանատուն այդ ընտրություններում Նարեկ Մկրտչյանն էր, որը որ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարներ նշանակվել է հիմա Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպան։ Այս սպանությունից ընդամենը մի քանի օր առաջ ձերբակալվել է Նարեկ Մկրտչյանի եղբայրը, որոնք այդ համայնքի բնակիչներ են, ձերբակալվել է գիշերով գոլդ համարներով ավտոմեքենայի միջից իրեն պատկանող հայտնաբերելով թմրանյութ եւ ապօրինի զենք։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը միանգամից հայտարարեց, որ Ռաֆիկ Նիվչյանն է վինավատ։ Այդ իր հետ կապ չունի, մի հատ տղայի է վերցրել, այդ տղան գցել է մեքենայի մեջ, փախել է։ Պարզվեց, որ ներքին գործերի նախարարը ստում է, որովհետև նույն օրը երեկոյան քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել Նարեկ Մկրտչյանի եղբորը, ձերբակալել են եւ խաբամամիջոց են կիրառել տնային կալանք դատարանով։ Եթե նա Ռաֆիկն էր, որ Նիվչյանն է վինավատ, չէին կարա նրան մեղադրանք։ Եթե մեղադրանք են առաջադրել, ուրեմն կասկածանք եղել է հիմնավոր։ Այսինքն այդ թմրանյութը եւ զենքը ունի իր հետ առնչություն։ Այն մարդը, ով որ իբր թողել է, փախել է, մինչև հիմա չի ձերբակալվել, գիրի, չի ձերբակալվել, հարց, բավուրը, այն դեպքում, երբ որ նա ասում է իմ հարևաններ եք, այսինքն ինքնությունը այդ մարդու, դիմակավորված չի, պատահական չի, ինքնությունը պարզ է, հետևաբար պարզ է, թե որ նա իր սոտովի հեռախոսի համարը, հետևաբար պարզ է, թե այդ սոտովի համարը, որ անտենաների տակով անցե, որ ժամին, մինչև հիմա չի ձերբակալվել կամերաների լուսավոր դարում։ Եկանք դրանից առաջ, Փարաքարի համայնքի ղեկավարի ընտրության ժամանակ համայնքում եղել է սպանություն։ Սպանության ժամանակ այդ սպանության կասկածանքով ձերբակալվել է այսօրվա սպանված համայնքի ղեկավարի եղբայրը, որի մեղքը այև առնչությունը չի ապացուցվել։ Տրամաբանությունը ինչ է հուշում, որ զուգահեռ Գյումրիում էր, չէ՞ ընտրություն, Փարաքար եւ Գյումրի։ Գյումրիում ինչ էին անում։ Համայնքի ղեկավարի տեխնացուներին, նրանց աջակիցներին, տատիկներին, են տատիկների գործ կա, չէ՞, բորաբաներին, որ կողմնակից ես վստահ գործ էին հարուցում, որպեսզի դրա միջոցով ճնշում գործադրեն տեխնացուների վրա։ Ռուբենին կանչեցին ոստիկանություն, ասին Կարմիր լուսի տակով էս անցե 3 տարի առաջ, Վարդան Ղուկասյանին դե Աստված տվեց չի խնայե, այն Հայաստան դաշինքի տեխնացուի շտաբում խուզարկություններ, Մարտուն Գրիգորյանի կողմնակիցներ շտաբում խուզարկություններ, եղբոր ձերբակալություն, այդ նույն բանը ուզել են անեն ամենայն հավանականությամբ Փարաքարում, որպեսզի կապեն համայնքի ղեկավարի պոտենցիալ հաղթող տեխնացուի հետ, որ ճնշում գոր, սա կապերա, չէ՞։ Գալիս ենք դրանից առաջ 2021 թվականի հերթական ընտրություն Փարաքար համայնքում։ Սպանված Վալոդիա Գրիգորյանը հաղթում է ամենաշատ ձայներն է, 50% չի հավաքում, բայց ապրելու երկիրն լոմա առաջի տեղը։ Տրամաբանությունը հուշում է, որ համայնքի ավականուն նիստ պիտի լինի, ավականին իր կազմից ընտրի համայնքի ղեկավար։ Շամպես հասկանալով, որ այդ ավականու մյուս անդամները բացի ՔՊ-ից ընտրելու են Վալոդիա Գրիգորյանի, որովհետև ինքը ամենաշատ ձայնավ տրամաբանությունը դա է հուշում, ինքն էլ հեղինակավոր ժողովրդի կողմից սիրված հարգված գործիչ, ՔՊ-ով թույլ չտվեցին, որպեսզի ավականու նիստ կայանա համայնքի ղեկավար ընտրեն։ Հետո արտահերթ ավականու նիստ արեցին, որի ավականու նիստերի դահլիճում նստած էին Վահագն Ալեքսանյան, ազգային ժողովի ՔՊՊ-ը աղքից բացի կարգավիճակը, քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նախագահի տեղակալ, վարչության նախագահն էլ լինի ով, ինչ էր ասում? Չոշոն։ Չոշոյի տեղակալը, գնացել նստել է ընդ է, ում հետ, շիշ բռնողի հետ, մի բան էլ դրա համար մտածի։ Հիմա հարց, ինչ գործ ունեն շիշ բռնողն ու Վահագ Ալեքսանյանը Փարաքար համայնքի ավականու նիստում,
Ոչ համայնքի բնակիչ են, որ ասես որպես բնակիչ մասնակցում են համայնքի ավականու նիստերին, ոչ այդ համայնքի ընտրող են, ոչ կապ ունեն, ոչ համայնքի տեղը գիտեն, բացի այրոպորտ գնալուց, որ դրա միջով են անցել, ոչ այդ համայնքի հիմնախնդիրներին են ծանոթ, ոչ այդ համայնքի բնակիչների շրջանում խնդիրներին ծանոթ, խնդիրներին համայնքի չես գնացեն դե։ Ու այդ գնալու հետևանքը գիտես ի՞նչն է ալնում, որ սպանված Վալոդիա Գրիգորյանը իր ամբողջ խմբակցությունով մանդատները վայր են դնում։ Մանդատները վայր են դնում, սրանք ԿՊ-ով իշխանազավթում են անում համայնքում, այդ իրանց իշխանազավթված համայնքի ղեկավարին էլ հետո իրանք են քրեական գործառույթում են, ելում էր արտահայտ, այդ սաղ պատմություն է, չէ։ Հիմա ես մանամ այդ քննչական կոմիտեի նախագահը, որ գնացել էր Պետրոսի մոտ, այդ պատմությունները գիտի թե չգիտի։